Քարտոֆ խանութները առևտուր կենեմ սնկը, դեստամ բանկոմատից փոխանելու դիք չեմ կրնա հիշեմ։ Թոշակառու տարեց մարդկանց մեծ մասը չի հաշտվում թոշակների վճարման անկանխիկ տարբերակի հետ։ Փոստատարի բերած կամ բաժանմունքներից արձերն ստացած թոշակին սովոր մարդկանց բանկոմատների մոտ օգնության են հասնում հեշտում կանգնած երիտասարդները։ Մի ուրիշ չհարմարվող վիճակ էլ ստեղծվում է խանութներում քարտային եղանակով առևտուր անելիս, բայց դա զուտ հետ վճար ստանալու համար ձեռնտու տարբերակ է թոշակ նպաստ ստացողի համար։ Ես կուզեմ, որ ես փողը ձեռս եմ, ես կրանամ առևտուր եմ, թե չէ առանց փողի ես ինչ առևտուր եմ։ Առանց կանխիկի չենք կրնա մենք։ Մենք պետք է կանխիկ գումար ունենանք։ Հատն է, միրգն է, այնպես բաներ կա, որ բացարձակապես քարտով չենք կրնա առնել։ Բայց որ հանես, դեռ տոկոսը քիչ կանի։ Փողը քիչ կանի։ 76-ամյա թոշակառու Դունյա տատը հունվար ամսվա կենսաթոշակից որոշ մաս կանխիկացրել է։ Մնացածն էլ թողել է քարտին անկանխիկ վճարումների համար, որ հետ վճարից օգտվի։ Իմը թոշակի քարտ է, մենք ուրիշ քարտ չունենք։ Թոշակի քարտ է։ Ամիրո բանկից, անիշիգե կոնվերս բանկից, ամուսնումից։ Քարտով անկանխիկ վճարումների հաշվին փաստորեն հունվարի 1-ից նպաստն ու թոշակն են ավելանում։ Նախկին 12%-ի փոխարեն քարտային առևտրի 20%-ը որպես հետվճար նստում է քարտերին։ Մինչ այս հետվճարի սահմանային չափը չէր գերազանցում 6000 դրամը, 20%-ի դեպքում կենսաթոշակառուի հաշվին կարող է փոխանցվել ոչ ավելի, քան մինչև 10000 դրամ հետվճար։ Սոցիալական այս փոփոխությունը թեև ոչ բոլոր տարիցներին է ոգևորել։ Իմ թոշակս ավելցնե ես մարտավարի շնորհով գիտեմ, որ լիարժեք ես պետության քաղաքացի եմ։ Իմ թոշակովս չեմ սե շատ լավ ապրեմ, բայց նորմալ ապրեմ։ Էս իրանն է, իմս տանն է։ Սովորական է թոշակի քարտն է մեր, այս քարտով 50000 մենք թողնում ենք թոշակից մեջը, այդ 50000 օգտագործում ենք, մյուս ամիս դրա փոխարեն Լոր 6000-ն ենք ստացել, 10000-ը չենք ստացել, 6000 եկել է։ Գուկա այդ 20%-ներ դիշկամ դես առևտուրենի մետ իմ չնչին գումարով սոշ ես հետ վճար ստանամ։ Ներկայում Հայաստանում իրենց կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով են ստանում 10%-ից էլ պակաս կենսաթոշակառուներ ու նպաստառուներ։ Գյումրիում այդ թիվը հասնում է 1250-ի։ Ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում կենսաթոշակների եւ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը դառնում է միայն անկանխիկ եղանակով։ Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոն դիմողների թիվը վերջին օրերին շատացել է։ Հիմնականում այդ առաջ երկրորդ խմբի հաշմանդամներն են ու տարեցները։ Մեծահասակները 80, ավել 90-ից ավել ունեցել ենք այսօր։ Արդեն այսօր մենակ 10-12 հատ դիմում ենք ունեցել մեր իրազեկման արդյունքում վճարման եղանակները փոխել ենք, որ հաջորդ ամիս իրանք արդեն անկանխիկ են ստանալու իրաց կենսաթոշակը։ Անկանխիկ գործարքների դեպքում 20% վերադարձից բացի եւս 2%-ով կխրախուսվեն այն թոշակառուները, որոնք առկա ազգային վճարային քարտ ունեն, եւ գործարքները կկատարեն դրանով։ Այսինքն հունվարի 1-ից այդ 2% հետ վճարից օգտվելու են առկա քարտ ունեցող քաղաքացիները։ Եթե իրանց վճարման քարտը առկա է, այսինքն 22% եղն իրանց հետ վճարը։ Այնպես որ էլ կարող են բանկերին դիմել իրանց վճարային քարտերը, սա արդեն առկա քարտ է։ Այստեղ նյուանս կա, որ ենթադրենք անձը եւ կենսաթոշակի քարտ ունի եւ նպաստի վճարման քարտ ունի, ինքը մեջից է հետ վճարից օգտվում, չի կարող երկուսից էլ հետ վճարով օգտվել։ Ապրիլի 1-ից սկսած հայփոստի բաժանմունքներից այլևս կանխիկ եղանակով վճարումներ չեն լինի թոշակառուների ու նպաստառուների համար։ Սահմանված ժամկետում անկանխիկի չանցնելու դեպքում համակարգն ավտոմատ կերպով կկատարի այդ փոփոխությունը, ընտրելով որևէ բանկ պատահականության սկզբունքով։ Մարինե Տերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։